Բարին ընձեզ սիրելիներ, Քրիստոս հրյաֆի մեռելոց։ Շատերիդ համար արդեն սիրելի եւ հարազատ են մեր զրույցները, եւ գիտեմ, որ շատերդ սպասում եք այս զրույցներին, դրա համար Տեր Հոր հետ որոշեցինք, որ նորից խոսենք ամենակարևոր թեմաների շուրջ։ Օրհնեցեք Տեր Հայր ջան։ Աստված օրհնի Հովանես ջան։ Տեր Հայր, այ մենք խոսեցինք եկեղեցում տեղ գտած տարբեր սխալների մասին, կարգ ու կանոնի մասին, բայց այդ ամենից հետո նաև ինձ թվում է պիտի խոսենք Սուրբ Հաղորդության մասին։ Իմ նախկին բացատրությունների մեջ մի քանի անգամ անդրադարձ եմ կատարել այն սխալ երևույթներին, որոնք տեղ են գտել մեր ժողովրդի մեջ։ Բայց կուզեմ, որ հենց դուք, որպես քահանա, խոսեք այս ամենի մասին, որովհետև ի վերջո դուք որպես պատարագիչ ավելի լավ եք տեսնում եւ ավելի շատ բան եք նկատում։ Եվ կուզեմ, որպեսզի խոսեք հենց Սուրբ Հաղորդությանը վերաբերվող այն հարցերին, որոնք առավել կարևոր են։ Թե ինչպես պիտի մարդիկ մոտենալու ընթացքում ինչպես պիտի իրենց պահեն, չէ, որովհետև գիտենք, որ խոսում են, ծիծաղում, մի խոսքով։ Այ հաղորդությունից հետո ինչ պիտի անեն, որովհետև շատերը հաղորդությունը ստանում են, հաղորդությունը բերանի մեջ սկսում են խոսել, հահա հիհի ծիծաղել, այս ամենի մասին եւ ընդհանրապես ինչպես պիտի պատրաստվենք, ինչու ենք դատարկ ստամոքսով գալիս, որովհետև շատերը մտածում են, որ դա ինչ-որ ձևական բան է, որը եկեղեցում, այսպես ասած, ընդունված է։ Հոգևոր կողմի մասին խոսենք եւ նաեւ ֆիզիկական, որովհետեւ երկուսն էլ տեղ ունեն, ընդհանուր այս ամենի մասին խնդրում եմ խոսեք։ Ձեր հարցումը մարդուց կարող է թվալ ինչ որ երևի ոչ այնքան կարևոր կամ երկրորդական, բայց իմ կարծիքով դուք տվիք ամենակարևոր հարցերեն մեկը, որի մասին ես կուզեի մի քիչ բացատրել մեր ժողովրդին, որպես քահանա, ավելի քան 26 տարի ես տեսած եմ ինչպես ժողովուրդը կմոտենա, մեծ մասամբ անպատրաստից, մեծ մասամբ չգիտնալով ինչ են անում, մեծ մասամբ չիմանալով ինչպես հաղորդություն պետք է ստանալ, ինչու են ստանում, ինչ է հաղորդությունը։ Ուրեմն Սուրբ Հաղորդությունը, ինչպես գիտենք բոլորս, որ դա փոխարգյալ Քրիստոսի մարմին եւ արյունն է։ Նշխարը եւ քինին Սուրբ Պատարագի ընթացքին Սուրբ Հոգվո ներկործությամբ փոխարկվում են, այսինքն դառնում են Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Մեր եկեղեցու մեջ այդ բառն է օգտագործվում։ Transformation, փոխարկում դառնալով Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Եվ հետեւաբար այդ գիտակցությամբ պետք է մոտենալ Սուրբ Հաղորդության։ Նախ սկսենք պատրաստությամբ։ Գիտեք սիրելիներ, երբ որ դուք գնում եք շատ կարևոր անձիմը հետ հանդիպելու, որի հետ առաջին անգամ պիտի հանդիպեք, կամ թեկուզ կյանքի մեջ մեկ անգամ պիտի հանդիպեք։ Չեք գնում եկեղեցի ծեր ծնծոտի հագուստներով, անպատրաստից հագուստներով, անպետք հագուստներով, բադրված հագուստներով, եկեղեցու անպատշաճ հագուստներով, եւ գիտեք ինչ է անպատշաճ հագուստները, լավ գիտեք։ Հետևաբար հերու մնացեք անպատշաճություն է։ Եկեղեցի որ մտնում եք, դուք Աստծո առջև եք կանգնել։ Լավ, դառնանք պատրաստության։ Մարդ, երբ որ եկեղեցի պիտի գնա Սուրբ Հաղորդությունը ստանալու, նախ պետք է այն մտայնությամբ պատրաստվի, որ ոչ թե մեկ օր առաջ, այլ քոնե մեկ շաբաթ առաջ մտքով, հոգիով, աղոթներով սկսի պատրաստվել այդ հաղորդության, այսինքն ուրիշ խոսքով այն գիրագին, որ հաղորդությունը ստացաք, երկուշաբթի առավոտվանից դուք պետք է պատրաստվիք հոգեբես հաղորդություն ստանալու հաջորդ գիրագի 7 օր հետո։ Ուրեմն, երբ հաղորդություն պիտի ստանա մարդ, հաղորդները պետք է անի, հոգեբես պատրաստվի եւ փորձի չմեղանչել։ Երբ որ գալիս է նախորդ օրը, հաղորդություն նախորդ օրը կամ գիշերը։ Ինչպես որ մենք երբեմն բժշկի գնում ենք, որ արյան թեստ հանձնենք։ Բժիշկը մեզ ասում է՝ մի ուտեք որևէ բան, որ ձեր արյան թեստը տեսնեմ։ Մենք դա չենք անում արյան թեստի համար բնականաբար։ Մենք անում ենք, որպեսզի պատրաստ հոգիով եւ մարմնով ներգանանք Քրիստոսի մարմինը եւ արյունը ընդունելու։
Հիմա ցեզ մի բան բացատրեմ, եւ որ մարմին եւ արյուն պիտի ընդունենք Հիսուս Քրիստոսի, մենք պետք է ոչ թե գերած, խմած, հանգչած կանք, այլ պետք է այդ փոքրիկ զոհողությունը անենք անոթի փորով ներգանալու, անշուշտ չուր խմել կարելի է, ստեմ չեմ, չուր կարելի է խմել, արկելել կարիք չկա, բայց անոթի փորով պետք է գալ եկեղեցի, որբեսի երբ որ Քրիստոսի մարմին եւ արյունը ստանաք, դա ներծծվի ձեր մարմինի մեջ եւ դառնա իսկապես ձեր մեկ մասը։ Անգյանտին մարդ պետք է եկեղեցի գնա լողացած մաքրված, լողացած, այսինքն Աստծո մոդենալուց առաջ ձեր մարմինը մաքուր թող լինի եւ ոչ թե գիտեք քրտնախաշ, աղդոտ, կամ չմաքրված, չսափրված եւ այլն։ Աստծո մոդեցեք մաքրված մարմնով։ Եվ Աստված ցեզի գսե, այնտեղը որ դու գանկնել ես սուրբ տեղ է, գոշիկները թանե։ Գոշիկները հանելու անշուշտ մեր եկեղեցիներում մեջ հիմա ցավոք այս սովորությունը չեն անում, բայց քոնե հոգիիդ մեջ խոնարհապար մտիր եկեղեցի, որովհետև քիլես հաղորդություն պիտի ստանաս։ Երբ հաղորդություն պիտի ստանաս եւ մանավանդ հիմա այն եկեղեցիներում մեջ, որոնք դերել են այն գեղեցիկ սովորությունը, որ բادرակից առաջ անոնք, որոնք հաղորդություն պիտի ստանան, խոստովանություն են կատարում։ Մեր եկեղեցու մեջ հիմա գա անշուշտ անհատական խոստովանանքը գա, որոնք բادرակից առաջ անում են, խմբագային խոստովանանքը խորհրդանոցում քահանայի հետ բادرակից առաջ, իսկ երբ որ մեկ քահանա գա, ցավոք, ընդհանրապես քահանան ստիպված է իր առողջությունների հետո բادرակի ընթացքին դեր ողորմյային ամիջապես հետո ժողովրդին խոստովանել տալ իր մեղքերը, եւ որ մե հետո է որ սուրբ հաղորդությունը փաշխվում է։ Ուրեմն, պատրաստված մարմնով, պատրաստված հոգիով ներգանալ եկեղեցի։ Հաղորդություն ստանալու համար նախ պետք է նաեւ գարկը բահբանվի, գարկ։ Ոչ թե խռնվելով, իրար վրա լցվելով, ամբողջ միջանցքը լցնելով հաղորդությունը ստանալու, այլ պետք է գարկ բահբանվի, մեկ շարքի վրա, բայց նախ մոդենալուց առաջ պետք է իմանալ, որպես հավատացյալ, որ առաջին հաղորդվողները պետք է լան քահանաները, հետո սարգսակները, հետո տբիրները, հետո երկեցիկ խումբը, եւ հետո դուք։ Եվ մոդենալով Սուրբ Սեղանին պետք է ունենանք այն գիտակցությունը, որ կմոդենանք հետզհետե Քրիստոսի մարմինը եւ արյունը ստանալու, առանց խոսելու, մոդենալով Սուրբ Սեղանին ամենայն երկյուղացությամբ եւ Աստծո դիմաց մեր հոգին խոնարեցնելով, պետք է մոդենալ, հանել խաչը եւ ասել մեղա Աստծո եւ գամ խոստովանիմ եւ հավատամ։ Բերանը բանալով լեզուն չհանել դուրս, այլ լեզուն դանիլ յետև, բերնին Ադամների յետևի մասը։ Բացել բերանը, գզագը, այսինքն բերանի վարի մասը, բացելով, այնպես անել, որ քահանան հաղորդությունը տնի Ադամների վրա, որ մե վերջ պետք չէ ձամել, խաց կրդել կամ ձամել սուրբ հաղորդությունը, այլ ուղագի գուլդալ։ Հաղորդությունը իհարկե պետք է լինի շատ փոքր, որովհետեւ հավատացյալը դա գուլդա։ Եվ իհարկե ամենակարևոր գեդերեն մեկը եկեղեցի պետք է գալ առանց շբարի, առանց շրտնաներգի։ Ինչ է իմաստը շրտնաներգ տնելու, երբ որ հաղորդություն պիտի ստանանք, ում համար ենք դրել շրտնաներգ։ Շրտնաներգ տնելը բացարձակապես քաչալերելի չէ։ Քահանային ցերկերը ամբողջ շրտնաներգ պիտի լինեն, անմակրություն է անցանում, երբ որ շրտնաներգը պետք է խառնվի սուրբ հաղորդության։ Անգյանտին հաղորդությունը ստանալուց հետո ոչ թե պետք է ամիջապես հանել գլխի ծածկույթը, սկսել խոսել, ուրախանալ, եկեղեցին դուրս գնալ եւ այլն, այս տեսակ սխալ ունակությունները։ Կարևորը որ մեկ շարքի վրա առանց խոսելու քիչ առաջ ասիկ խնդում են, ձիզաղում են, գատակում են, ցավոք ճիշտ եք, շատ եմ տեսել։ Հաղորդության գալիս են խնդալով, ծիծաղելով, ուրախանալով, գատակելով իրար հետ, հարցնելով իրար որբիսությունը, կարծես թե միջև հասնել հաղորդության, այսինքն սգիհին, կարծեք թե իրավունք է դրվում խոսելու։ Հիմա ցես մի բան պետք բացատրեմ։ Ինչպես մոդենալ սուրբ հաղորդության։ Դուք մոդենում եք, որբեսի Քրիստոս ընդունեք ձեր մեջ, Քրիստոսի մարմին եւ արյունը։ Ցես պիտի պատմեմ մի փոքր դրվակ
Մարգոսի ավետարանեն։ Եվ գին մգար գսե ավետարանը, որ 12 տարիների իվեր արյունահոսություն ուներ։ Շատ տարաբած էր, բավական բժիշկներու կացած էր, ծախսած էր ամբողջ ունեցածը եւ ովևէ օգուտ չեր ունեցած։ Հիսուս Քրիստոս, երբ որ գտնվում էր Գալիլեայի ծովի այդ եզերքին, ինչպես ավետարանը գսե, եւ երբ լսեց այդ կինը Հիսուսի մասին, եկավ բազմության մեջ անոր յետևեն։ Եվ այնքան բազմություն կար, ես աշուշտ հիմա կարող ենք բոլորս այդ մասը պատկերացնել, երևակայել։ Ժողովուրդը աչեն, ցախեն, Հիսուսին գհրեին, գհրմշտեին։ Այս կինը, որ իր վիճակը հասկանալով, որ չեր դատում, եւ բավականին ցավեր պատճառում, եւ բավականին անբաճ էր իր համար, որովհետեւ ովևէ տեղ չեր գնար երթալ, եւ որովհետեւ քանի արյունահոսություն ուներ, միշտ սեբում էր որպես անմաքուր հրյական օրենքով։ Հիմա այս կինը մոդենում էր, փորձում էր մոդենալ եւ վերջապես այսպես հանգարց ամենա իր վերջին ջիկը տապելով մատի ծայրով կբավ Հիսուսի։ Մատի ծայրով կբավ։ Հիսուս ամիջապես սկաց իր մեջեն ուժելով զորություն եւ ամփոխին դառնալով սավ ով տվավ սկեսներուս։ Աշակերտները այսպես գարձեցին, թե մեր Տերը Հիսուս Քրիստոս գադագում էր իրենց հետ։ Եվ ասին, դեր, կտեսնես, որ ամփոխը գնեղեք ես, եւ գսես ով տվավ սկեսներուս, աչեն ցախեն գհրմշտեն գհրեն, գսես ով տվավ սկեսներուս։ Հիսուսը ասա ոչ, մեկը գբավ սկեսներուս։ Եվ շուրջը գնա երգսի ավետարանը տեսնելու համար թե ով ռավանիկա, անշուշտ այդ վարյանը ամեն մարդ կրնա երևակայել։ Եվ գինը զարհուրած վախնալով, թողալով մոտեցավ ասավ դեր եսրի, որովհետև այս խնդիրը պատմեց բոլորը եւ իր արչեւ ինգավ եւ զարհուրած թողալով, քանի որ քախնի իրած էր այդ բանը, որովհետև գիտեր թե ինչ որ բադած էր, գիտեր որ ինքը իրավունք չուներ գտնելու վարտաբեդին, որով անմաքուր էր, օրենքը գիտեր գինը։ Հիսուս անոր նայեցավ ասավ աղջիկս, քո հավատքդ քեզ փրկեց, գնա խաղաղությամբ եւ քո դանչակները բժշկված եղիր։ Այս պատմությունը երբ որ մենք գնայինք, մենք բոլորս փոխանակ խնդալու խոսելու, գադագելու, արդյոք բոլորս այդ արյունահոսած գինը չենք, որ մեր հիվանդություններով, մեր դանչանքներով, մեր մեղքերով, աններելի մեղքերով երբեմն, մեր 1001 գործած մեղքերով ու դակամին հպարտություն ունենք Քրիստոսի ներգանալու խնդալով խոսելով, որպեսզի իր արյունը ստանանք եւ մարմինը փոխանակ մոդենալու այդ կնոջ պես, այդ խոնարհությամբ, այդ զարհուրանքով, որպեսզի մենակ կարողանանք բժշկվել, գիտեր որ այլևս ուրիշ ովևէ հույս չունի, միայն պետք կպնեմ իրեն հակոստներում, որպեսզի բժշկվեմ։ Եթե մենք այդ գիտակցությամբ մոտենանք Սուրբ Հաղորդության, այդ ահութողով, այդ վախով, ինչպես սուրբեր ունեին թարերուն ընթացքին, մենք ամոթ կսկանք այն ծևեն, որ գմոտենանք այսօր Սուրբ Հաղորդության ամոթ։ Փագեք փերանները, երբ մոտենում եք հաղորդության։ Փագեք ձեր եսերը, երբ մոտենում եք հաղորդության։ Մոտեցեք հաղորդության ամենայն խոնարհությամբ, որովհետև այսօր ոչ թե մենակ մենք, որպես անհատներ, այսքան մեղքեր ենք գործում, այսքան սխալներ ենք գործում, այսքան դանչանքների մեջ ենք, այսքան դարաբանքների մեջ ենք, այլ այսօր մենք ան հայրենիքն ենք, որ լրջորեն հիվանդ ենք։ Հայրենիք որպես գեհիշակ եկեղեցին սե հավաքականություն է։ Այսօր մենք ան հայրենիքն ենք, որ արյունահոսում ենք։ Մենք այսօր ան հայրենիքն ենք, որ մեռնում ենք։ Մենք այսօր ան հայրենիքն ենք, որ փզկտված ենք, որ վարձկան գակրելով մեր վրա ծախված ենք, փզկտված ենք, մեռած ենք, գործված ենք։ Մենք այսօր ան հայրենիքն ենք, որ անարակ որդի եւս մեր արչև ընկած ամեն տեսակ դանչանք տարաբանքներով, շրջապագումներով եւ նեղություններով խոզեր ենք արածում այլևս այն աստիճանին հասած ենք որ խոզեր ենք արածում որ խոզի ուտելիքը ուտենք որովհետեւ վաղ այդ ալբելի չգտնենք եւ մեր երկիր գործանվում է մեր հիմար ընթացքի պատճառով որովհետեւ ընդրում ենք ոչ թե Աստված այլ ներին եւ մեր փարասիրության մեր հաջողասիրության մեր ձիծաղասիրության
մեր ուրախասիրության, ինչպես կուզեք դրեք, մեր ամեն տեսակ այս բոլոր խնդալ խոսիլները, բարել ուրախանալները, երբ որ այդ մտայնությամբ մտնում ենք եկեղեցի, մենք տալաբարդություն ենք ստանում, ահա ցես ըսի։ Մոդեցեք Աստծո այն գնոջ պես, որ ահով ու զարհուրանքով մոդեցավ Քրիստոսի, այդպես մոդենանք Սուրբ Հաղորդության սիրելիներ։ Մենք, եթե Քրիստոսի պիտի մոդենանք, որովհետև գիտենք, որ մեր մեղքերով խաչեցինք ինքը, գոնե մեր զղջումով հարություն առնենք իր հետ։ Եվ այդ է հաղորդությունը, որ մեզ տալիս է կյանք, հույս, հարություն, գավություն եւ տողություն մեղած։ Սաղմոս ասացեք երկնավոր տակավորին մերում անմահի, որ նստի իգարս գերով փեագանց։ Շնորհակալ եմ Տեր Հեր ջան, գեղեցիկ պատասխանի համար։ Հույս ունեմ, որ սրանից հետո մարդիկ կվերաիմաստավորեն այն ամենը, ինչ որ եկեղեցում անում են, ինչ որ պիտի անեն։ Եվ թող այս գեղեցիկ բացատրությունը հասնի շատերի ականջին եւ մանավանդ սրտին։ Շնորհակալություն Տեր Հայր ջան։ Անցնեմ մեր վերջին հարցին Տեր Հայր ջան, որը նորից Սուրբ Պատարագի մասին է, եւ Պատարագի այդ հատվածը արդեն կոչվում է Պատարագ հավատացելոց, հավատացյալների Պատարագ, եւ այդտեղ մենք կարդում ենք՝ մի ոգ երախայից, մի ոգ թերահավատից, երեխաները սիրելիներ, երեխաներ, այսինքն չմկրտվածներ, որովհետև չմկրտվածները նաև երեխա են կոչվել եւ կոչվում են։ Կամ թերահավատները, ապաշխարողները, անմաքուրները, ասում է, որ չպիտի մոտենան, եւ նույնիսկ կա հատված, որ ասում է, պիտի կարծես թե դուրս գան, այսպես ենք հասկանում, հա, որ պիտի դուրս գան, բայց շատերը մտածում են, որ դուրս գալը դա եկեղեցուց դուրս են անում, հա, կարող են այսպես հասկանալ, եւ ես կուզեմ, որ սրա մասին խոսեք, որովհետեւ առաջ դռները, հա, երբ որ մենք արդեն ասում ենք դռները կամ գրափարով ըստ դրունս, հա, ամենայն իմաստությամբ եւ զգուշությամբ, իվեր ընծայեցուցեք ըզմիտս ձեր աստվածային երկյուղիվ, դռները փակվել են, գիտեմ, որ նաև սարկավակներն են հսկել, որպեսզի այլևս դուրս չգան մարդիկ կամ չմտնեն Պատարագի կեսից, որոշ պատճառներով, որոնք այն ժամանակ միգուցե ակտուալ են եղել, այսօր մեր ժամանակներում այլևս կիրառելի չէ միգուցե, այս ամենի մասին կուզեմ խոսեք, նաև մենք գիտենք, որ դրանից առաջ Սուրբ Պատարագի ընթացքում ողջույնի ժամանակ ասվում է, որ ողջույն տուք միմյանցի համբույր սրբության եւ որ ոչ եք կարող հաղորդիլ աստվածային խորհրդույս արդրունս ելեք եւ աղոթեցեք։ Բայց շատերը կարող են սա հասկանալ, որ մենք եկեղեցուց դուրս ենք անում մարդկանց։ Հա, դուրս եկեք գնացեք այստեղից։ Այդպես կարող են մտածել եւ ենթադրել այս ամենը կարդալով կամ միգուցե ինքնուրույն մեկնաբանելով կամ միգուցե ուրիշները այդպես մեկնաբանեն, որ այ տեսեք եկեղեցին դուրս է անում ձեզ եւ այլն եւ այլն։ Խնդրում եմ դուք ավելի ճիշտ ձևով բացատրեք այս ամենը։ Ուրեմն նախ հիշադակեցիք, որ Սուրբ Պատարագի ժամանակ անոնք, որոնք մկրտված չեն, անոնք, որոնք թերահավատ են, անոնք, որոնք ապաշխարության մեջ են եւ հոգիով անմաքուր են, ասեցիք պետք է դուրս գան։ Համաձայն չեմ։ Պատարագի գիրքը այդպես չի ասում, սիրելի եղբայր։ Պատարագի գիրքը ասում է հետևյալը՝ կրապար մի ոգ երախայից, մի ոգ թերահավատից եւ մի ոգ ապաշխարողած եւ անմաքրից մերձեցի աստվածային խորհուրդս, այսինքն անոնք, որոնք մկրտված չեն, թերահավատ են, ապաշխարության մեջ են, հոգիով անմաքուր են, թող չմոդենան, չի ասում թող դուրս գնան, այլ ասում է թող չմոդենան։ Չմոդենալու հետ միադեղ Սարգսակը Պատարագի ընթացքին մեկ ուրիշ տեղ գեհիշեցնե, բոլոր ավին հաղորդության պատրաստ չեն կամ պետք չէ հաղորդվին, հիշեցնելով իրենց հետևյալ խոսքերով. ողջույն դուք միմյանց իհամբույր սրբության եւ որք ոչ եք կարող հաղորդիլ աստվածային խորհրդույս, արդրունս ելեք եւ աղոթեցեք։ Աշխարհապարով իրար ողջույն տվեք սրբության համբույրով եւ անոնք, որոնք չեք կրնար հաղորդիլ աստվածային խորհուրդներու հետ, թռները կացեք եւ աղոթեցեք։
Ուրեմն այս մասը այն դերն է, որ ինչպես նախապես բացատրեցի, թերահավատ են, անմաքուր են եւ այլն, այդ բոլորը միջև այս բահը, այսինքն պետք է գային ծնգի վրա լսեին ապաշխարինից մեղքերեն եւ լսեին խորհուրդները Աստծո մասին, լսեին խոսքերը քահանային բերնով, պետք է որ ապաշխարողը լսե Աստծո խոսքը, որովհետեւ հավատքը գուքա լսել են։ Տեսեք, եկեղեցին չի վռնդում մարդկանց եկեղեցուց։ Այսինքն սեվենք թե մարդկա հեթանոս է, ուզում է հասկանալ Քրիստոսի մասին։ Քրիստոնյանին չի ասում, ստեղից գնա։ Եկեղեցին քո համար չէ։ Ոչ, ընդհակառակն եկեղեցի պետք է գա, բայց այս բայցի մասին է խոսքը։ Այսինքն այն մարդը, որ չէ մգրդված, այն մարդը, որ թերահավատ է, այն մարդը, որ ապաշխարության մեջ է, պետք է գանկնեն այնպիսի մի տեղ եւ չմոդենան սուրբ հաղորդության։ Կարող են լսել, կարող են հետևել, որով վերջի վերջո Աստծո ցայնը ոնց պիտի լսեն մեկը, եթե չի իմանում կամ չգիտի։ Ես այս խոսքի մասին կարող եմ մեջբերել հռոմեացիներու գիրքեն հետևյալ համարը։ Պողոս Արաքյալ ասում է. հավատքի մեջ դգար եղողին ընդունեցեք առանց տարագուսելի վեճերի։ Այսինքն չի ասում հավատքի մեջ դգար եղողին դուրս շբրդեցեք, ասում է հավատքի մեջ դգար եղողին ընդունեցեք առանց տարագուսելի վեճերի։ 14-րդ գլուխ առաջին համար։ Սա կնշանակի, որ բادرակը չի եղել մարդկանց դուրս շբրդելու, այլ եղել է մարդկանց Աստծո մոդեցնելու։ Բայց այդ մարդիկ կան կանոններ, կան օրենքներ, որոնց պետք է հետևեն։ Ասեցիք նաև, որ սարգսակները փակում են դռները։ Ես դրա թեմ եմ։ Սարգսակները դռները չպետք է փակեն ովևէ մարդու համար, մտնողի կամ ելնողի։ Ինչու՞։ Եղբայր, բادرակի ընթացքին կան ձեր կանայք, կան երեխաներ, կան մարդիկ։ Մեծ եկեղեցիներ կան, փոքր եկեղեցիներ կան։ Կան եկեղեցիներ, որոնք դարբեր շինվածք ունին, ուրիշ եկեղեցիներ կան, դարբեր շինվածք ունին։ Այսինքն սեվենք թե այն 150 հոգուց մի քանի հոգի ուսեցին կամ այնպես եղավ, որ մարդկային պետքեր իրենց պետք է հոգան։ Սարգսակը ինչ պիտի ասի իրենց ոչ չէ կարող զուգարան կնան։ Չի կարելի բնականաբար։ Կամ օրինակի համար հանգարց կարևոր բան մը եղավ, որ մարդը ստիպված պետք է թողնի եկեղեցուց դուրս գա։ Սարգսակը չի կարող արկել կանցանալ թուրը փագելով դիմացը։ Դա անշուշտ անմարդկային անընդունելի է։ Սարգսակի այս պաշտոնը ժամանակին անշուշտ մի ժամանակ եղել է, բայց անգիրարելի բան է, որովհետև չի կարելի մարդոց ասել մի մտնեք կամ մի հելեք եկեղեցուց։ Ամեն եկեղեցի, նույնիսկ այն եկեղեցիները, որոնք հիշադակած են, նույնիսկ ասենք Եթովիական եկեղեցի, Եգիպտի եկեղեցի, հույն ուղղափառ եկեղեցի, ռուս եկեղեցի, ովևէ տեղ դռները չեն փակում։ Դռները փակելու իրավունք չկա, Աստծո դռները բաց են, բայց դարձյալ բայց մարդիկ չպետք է մտնեն հելնեն, ոնց որ բազար են մտնել։ Եկեղեցին մտնել ելնելու համար չի ազատորեն մտնել ելնելու համար, բայց եթե իսկապես լուրջ պատճառ կա, ինչպես հիշադակեցի։ Ես տեսել եմ եկեղեցի, որ եւ մարդիկ, որոնք եկեղեցու մասին ընդհանրապես գաղափար չունեն, մոմը վարելուց հետո եկեղեցի մտնում են ցերքեր այսպես օրորցնելով, տալով, բարելելով, աչին, ցախին, համբուրվելով, փաթաթվելով, որ կարծեք թե ոչ եկեղեցում են եւ ոչ թե ինչ որ աստվածային բան են տանում այնտեղ։ Ահա սրա մասին է ծեր ասածը, որին հետ ես համաձայն եմ բացարձակապես եւ այդ մարդիկ ընդհանրապես պետք է սկաստանան, իմանան որտեղ են գտնվում, Աստծո թիմաց եւ ոչ թե շուգայում կամ իրենց ընկերների խանութում, որտեղ կարող են ազատորեն խոսել, խնդալ կամ գադագել։ Հետևաբար, այս բոլորը նկատի ունենալով եկեղեցում ելնել, խանգարել, օրինակ, ինչպես ասել եմ, մարդիկ կան, որոնք սիրում են խոսել, չպետք է խոսեն եկեղեցու մեջ։ Սիրում եք խոսել, դուրս ելեք, դուրսում խոսացեք, եկեղեցու մեջ մի խանգարեք։ Իսկ այն մարդիկ, որոնք ունեն փոքր երեխա, լավ փոքր երեխան հիմա կարող է չհասկանալ ինչ է տեղի ունենում, այդ երեխային չի կարելի մեղացնել։ Երեխայի մայրը կամ հայրը, որ անդարբեր գանկնած նայում է աչին ցախին, երբ երեխան բարձրացայն գոռում է եւ երեխան առնելով դուրս կամ հետև չի գնում, այդ ծնողը մեղավոր է այդ պահին, որով խանգարում է սուրբ պատարակը։ Այդ ծնողը պետք է երեխային փորձել լրացնել եւ երբ որ տեսա որ չի կարող,
ուրիշների հավատքը չխախտելու համար ինքը իր սիրելի երեխան առնելով պետք է գնա յետև, անշուշտ կան եկեղեցիներ, որ հիմա այս ներկա տարուն ունին հadoop շինվածք, ունին այսպես սենյակ, որ ցայնազրգող սենյակ է, այսպես որ երեխան նույնիսկ երբ որ ներսում բորա, դրսում չես լսի։ Այդտեղից ծնողները հետևում են, բարձրախ հետևում են, բայց այնտեղ երեխեքը ցայն կարող են անել, այդ տեսակ պատրաստությամբ եկեղեցիներ կան այս տարուն, Ամերիկայում շատ կա։ Բայց ուր երբ որ մարդիկ մտնեն, ելնեն, ցայն հանեն, աղմուկ հանեն, այս բոլորը անշուշտ բացարձակապես ընդունելի չէ։ Ես ծայրահեղության դեմ եմ, որպես հոգևորական, ես ծայրահեղությունների դեմ եմ, այսինքն դեմ եմ այն մարդոց, որոնք ասում են թուրները պետք է փակվեն եւ ոչ ոք պիտի մտնի կամ հելնի, եւ դեմ եմ այն մարդկանց, որոնք մույս ծայրահեղությամբ եկեղեցին դարձնում են բազար, կամ ինչ որ ազատ խաղահարաբարակ կամ խոսահարաբարակ։ Բացարձակապես չի կարելի սիրելիներ։ Եկեղեցին պետք է լինի հավատքի սրդի թուրը, այսինքն այն մարդիկ, որոնք եկեղեցու մեջ լրություն պետք է բահեն կամ ուզում են մտնել կամ հելնել, այնպիսի ցևով պետք է մտնեն կամ հելնեն եկեղեցուց, որ ուրիշները համարյա չսկան, չտեսնեն ով ելավ կամ ով մտավ, առանց ցայն հանելու։ Կարող եք դա անել, վստահեցնում եմ, որբեսի չխանգարվի նույնիսկ բادرակի ցայնը, չխանգարվի նույնիսկ ամեն բառը, չխանգարվի նույնիսկ երբ որ սարգսակ ասում է բրոսխում է, երբ որ բառը գա, որ ամենակարևոր բառերից մեկն է բادرակի, ասե Աստված, երբ որ ասում ենք ասե Աստված, այսինքն Աստված խոսում է, ընթերցում այսինքն բادرակի ավետարանի կրկին։ Այդ բառակայում ոչ կարելի է շարժվել, ոչ կարելի է թեքվել, ոչ կարելի է ուրիշի հետ խոսել, ոչ կարելի է այս կամ այն անել, որով Աստված է խոսում այդ մարդու բեռնով ավետարանի խոսքը, որ պետք է ուշադրությամբ լսվի։ Եվ ես ինչպես ասեցի քիչ առաջ, որ հավատացյալ մարդը ինքը որպես աշխարհի մեջ ապրող մարդ աշխարհը չի բերում եկեղեցին փոխելու համար աշխարհի օրենքներով, այլ եկեղեցու օրենքներով աշխարհն է փոխում։ Այս է տարբերությունը։ Մի բերեք աշխարհը սիրելի հավատացյալներ եկեղեցի մտցնեք եւ ձեր օրենքներով, ձեր սովորույթներով, ձեր փափակածներով, ձեր սիրածներով, ձեր ինչ որ հակածներով, ձեր արթուզարթով եկեղեցին փոխելու հետամուտ լինեք։ Այլ եկեղեցի օրենքները վերցրած դուք աշխարհ պետք է մեկնեք, որպես առաքյալներ սուրբեր։ Այս է ձեր բարդականությունը։ Քրիստոս դարածել աշխարհին եւ ոչ թե աշխարհը բերել Քրիստոսի եւ թեմքին արժեվ տնել, կամ աշխարհը բերել Քրիստոսի թիմած կանգնեցնել։ Աշխարհը դեղ չունի եկեղեցու մեջ։ Եկեղեցին է որ դեղ ունի աշխարհի մեջ, որովհետեւ սա է մեր առաքելությունը։ Առաքելությունը քրիստոնյային սա է բանջում։ Ինչպես ասեցի, զինվոր պատրաստելու համար ժամանակ է պետք։ Անշուշտ եկեղեցի մեջ այսքան մարդ պատրաստելու համար ժամանակ է պետք եւ փորձ է պետք։ Չանք պետք է թափվի եւ այս բոլորը պետք է արվին եկեղեցականներուս կողմեն, մեծեն միջև փոքրը, մեր եպիսկոպոսները, մեր քահանաները, մեր սարգսակներու գործը սա է։ Պետք է սորվեցնենք այս բոլորը ժողովրդին։ Ժողովուրդը երբեմն չի իմանում, ես գիտեմ, բայց երբեմն ժողովուրդ կա, որ լսել է, բայց չի ուզում անել, այդ էլ կա։ Անշուշտ այս բոլորը, երբ որ ասում եմ սիրով, հասկանալով բարակաները եւ ամեն դեղի բարական տարբերվում է մեկը մյուսից, բայց համընդհանուր պատկերը համարյա ամեն դեղ նույնն է, որովհետեւ թաստիրագության բագասն է, որ այս բոլորը բերել է մեզ։ Բայց չպետք է հուսահատվել երբեք, որովհետեւ սա է բայկարը, որ եկեղեցին դանում է ամեն օր։ Դանում է բայկար անդարբերության դեմ, դանում է բայկար ձուլության դեմ, չմոռանանք այս բառը, դանում է բայկար հպարտության դեմ, դանում է բայկար նախանցի դեմ, փղճախոհության դեմ, դանում է բայկար բոլոր ծանր մեղքերու դեմ, դանում է բայկար միշտ։ Եկեղեցին երբ թաթարի բայկարելուց զենքերը գցում է վար եւ դառնում է քերի աշխարհին։ Սա է եկեղեցու բարդականությունը, հոգևոր բայկար, միանգամից միշտ եւ միշտ։ Եվ եկեղեցու մեջ երբ մենք ունենում ենք այս բոլոր հասկացողությունները, մեր մտքի մեջ սթրնում ենք այս բոլորը, այն մարդը, որ եկեղեցի մեջ պիտի մտնե կամ դուրս գա, իր սրտի մեջ պետք է զգա թե նախ ինչ է անում, ում թեմ է անում եւ ինչի համար։ Ամեն րոպե զգալով Քրիստոսի ներկայությունը։ Երբ մենք զգում ենք Քրիստոսի ներկայությունը մեր ներսիտին, մեր մեջ, ինչպես
Կորինթացիներու գիրքը ասում է։ Այդ բարակայում է, որ մենք դառնում ենք լուրջ, հասուն, գարձր ուդելիքով, գարձր հոգևոր ուդելիք ստացող քրիստոնյա։ Եվ դրանով է, որ առաջ գնում ենք այս աշխարհի մեջ շալգելով Քրիստոսի խաչը աշխարհին։ Մենք ոչ թե պետք է բավարարվենք մեր ժողովրդով, այլ մենք պետք է ինչպես նախկին տարերում եղել է, հավատքը դարածենք դուրսի աշխարհին, մյուս ազգերին։ Բայց ցավոք այնքան հետ ենք մնացել այսօր, որ մեր ժողովրդին դակամի սորվեցնելու խնդիրներ ունենք։ Եվ մեր ժողովուրդն անշուշտ չպետք է լինի հպարտ, ինքնահավան եւ չսովորող։ Պետք է իրենք հասկանան, որ երբ որ եկեղեցի մտնում են, իրենք աշակերտ են Քրիստոսի, բոլորը։ Բայց քահանան ունի իր բարդականությունը, որ սովորեցնողն է, որով երեցն է, եւ ժողովուրդը աշակերտն է։ Այստեղ է ներկայանում եկեղեցին որպես Քրիստոսի այն գեղեցիկ պատկերը, երբ քահանան ներկայանում է Քրիստոսի պատկերով եւ ժողովուրդը աշակերտների պատկերով, որոնք պիտի սովորեն։ Եվ իրենց միջից պիտի կան ավակա սուրբերը։ Շատ պիտի խոսենք այս մասին հետագա մեր հանդիպումներով, սիրելի Հովհաննես։ Շնորհակալ եմ Տեր Հայր ջան բոլոր պատասխանների համար։ Աստված զորացնի ձեզ, Աստծո օրհնությունը բոլորիս հետ լինի։ Թող որ Աստծո ողորմությամբ իսկապես շարունակելի լինի այս ամենը եւ Տիրոջ կամքով շատերը լսեն եւ կանգնեն ճիշտ ճանապարհի վրա։ Կխնդրեմ, որպեսզի նաեւ օրհնեք բոլոր լսողներին, Տեր Հայր ջան։ Աստված օրհնի։ Շատ շնորհակալություն։ Իսկ ձեզ սիրելիներ մաղթում եմ ամենայն լավն ու բարին։ Միշտ իրար համար աղոթող լինենք եւ նաեւ տարածենք այս հարցազրույցները, որպեսզի բոլորը լսեն եւ ավելի լուրջ վերաբերվեն այն ամենին, ինչ որ կա եկեղեցում։ Մանավանդ Սուրբ հաղորդությանը, որովհետեւ ցավոք սրտի այդպես է։ Շատ շատերը չեն հասկանում, թե ուր են եկել եւ ում են ճաշակելու։ Տիրոջ օրհնությունը բոլորիս հետ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։